Ողջույն բոլորին, այսօր պատրաստելու ենք շատ նուրբ և համեղ տնական էսկիմո։ Բաղադրատոմսը նկարագրության բաժնում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին։ Եվ այսպես, սկզբում վերցնում ենք 3 ձու և 3 սպիտակուց, ավելացնում ենք շաքարավազը, միացնում հարիճը, հարում ենք այնքան, որ ստացվի սպիտակ, փարթամ ու պինդ զանգված։ Այնուհետև ավելացնում ենք ձեթը, մեղրը, մեկ փոքր շարունակում ենք հարել և անջատում ենք հարիճը։ Հարիճն անջատելուց հետո աստիճանաբար ավելացնում ենք նախապես մաղած չոր բաղադրիչները։ Սա շատ կարևոր է, որպեսզի գնդիկներ չմնան։ Խառնում ենք զգուշորեն ներքևից վերև շարժումներով, որպեսզի պահպանենք խմորի օդեղենությունն ու թեթևությունը։ Խմորը լցնում ենք տապակի մեջ, համաչափ տարածում ենք և տեղափոխում ենք նախապես տաքացրած վառարան, ընդամենը 15-ից 20 րոպե, վառարանի ջերմությունը 180 աստիճան։ Մինչև բիսկվիտը հանգստանում է, պատրաստենք թավշյա եփովի կրեմը։ Դեղնուցը, շաքարավազը խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք եգիպտացորենի օսլան և լավ խառնում ենք։ Ավելացնում ենք մի քիչ տաք կաթ, բերում համասեռ վիճակի, ապա զգուշությամբ, բարակ շիթով լցնում ենք մնացած եղման կաթը, անդադար հարելով։ Դնում ենք միջին կրակի և եփում մինչև պնդանալը։ Ստացվում է իսկական պաղպաղակ հիշեցնող կրեմ։ Ահա և մեր կրեմը պատրաստ է։ Տեղափոխում ենք ուրիշ ամանի մեջ, ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում ենք, որպեսզի կրեմը ստաբիլանա։ Իսկ բիսկվիտը արդեն թխվել է, անցնենք մեր կրեմի պատրաստմանը։ Լավ հարում ենք կարագը, որպեսզի փրփրի մոտ 5-6 րոպե։ Հետո գդալ ավելացնում ենք մեր եփովի կրեմը, այն արդեն սառչել է և ստաբիլացել։ Վերջում ավելացնում ենք մի փոքր վանիլին ըստ ճաշակի։ Շարունակում ենք կրեմը հարել ևս 1-2-3 րոպե և այն պատրաստ է, շատ նուրբ և համեղ կրեմ է ստացվել։ Բիսկվիտի վրա տարածում ենք կրեմը այնպես, ինչպես ցույց եմ տալիս հոլովակում։ Համաչափ տարածելով կրեմը, այնուհետև տեղափոխում ենք սառնարան, որպեսզի սառչի և շջնարակը չհալեցնի մեր կրեմը։ Եվ վերջին շտրիխը, պատրաստում ենք ջնարակ։ Կաթը, շաքարավազը և կակաոն խառնում ենք, այնուհետև դնում կրակին։ Անդադար խառնում ենք, հենց սկսի եռալ, անջատում ենք և ավելացնում ենք կարագը փայլի համար։ Մնում է միայն հավաքել մեր էսկիմոն, պատել ջնարակով, թողնել սառնարանում, որպեսզի համերը միախառնվեն։ Տեսեք, թե ինչպիսի փայլուն ջնարակ է ստացվել։ Այն արտացոլում է։ Տեսեք, թե ինչ հրաշք ստացվեց։ Բարյա խոժակ բոլորին, անպայման փորձեք, հաստատ չեք փոշմանի։